գործում իրավական կողմ կա եւ եթե կա, ինչպես եք գնահատում։ Եթե խոսենք Սամվել Կարապետյանի գործից կոնկրետ, ընդհանրապես վերջին ժամանակներս Հայաստանում քրեական գործերի շրջանակում խոսալ իրավաբանությունից դա չեմ ուզում մի քիչ կոպիտ հնչի, բայց առնվազն անմտություն է։ Կոնկրետ Սամվել Կարապետյանի մասով գործի քաղաքական լինելը եւ Սամվել Կարապետյանի քաղբանտարկյալ եւ խղճի բանտարկյալ լինելը դա ուղղակի հայտարարություններ չի, հա, որ մեզնից ցանկացած ուղղակի որոշեց, որ այսօր Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, հնչեցնում է։ Մենք ունենք ԵԽԽՎ բանաձև, ունենք բազմաթիվ միջազգային կառույցների իրավապաշտպան հայտարարություններ եւ ինչու ոչ երկրի բարձրագույն իշխանության կրողի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգ պարունակող հայտարարությունները, որոնք նախորդել են Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Միջազգային բազմաթիվ փաստաբաններ եւս արձագանքել են այդ հանգամանքին, որ քրեական գործի շրջանակում, որպես այդպեսին, չկա իրավաբանություն եւ փաստաբանների ասուլիսն էլ է դրա մասին վկայում, որովհետեւ քրեական գործի հիմքը որպես այդպեսին 20 վայրկյանոց հարցազրույց էր, որտեղ հենց այդ մեր ձևով արտահայտությունը, որը հետագայում նաեւ դարձավ Նիկոլ Փաշինյանի ստատուսների առարկա, դարձավ քրեական գործի հիմք, ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ ել եմ ասում, չթվա, որ քաղբանտարկյալ կամ քաղաքական հետապնդում հայտարարությունները մենք անում ենք ուղղակի, որովհետեւ այդպես ուզում ենք։ Բայց ինչու Սամվել Կարապետյանը իշխանությունները նշում են, որ սա բացառապես իրավական գործընթաց է եւ ինչ կան քաղբանտարկյալներ, իսկ մեր ձևով արտահայտությունը այս համատեքստում ուղիղ իշխանազավթման կոչ է։ Ինչու հենց Սամվել Կարապետյանի նկատմամբ այս վերաբերմունքը։ Իշխանազավթման կոչ ես չգիտեմ որտեղ են տեսել գործող իշխանությունները կամ իրենց սպասարկող իրավական համակարգը, որովհետև Սամվել Կարապետյանի կարճատև, այսպես ասած, հարցազրույցը վերաբերում էր բացառապես հայ առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, այդտեղ իշխանության զավթում տեսնելը ես չգիտեմ ինչ աստիճանի ռոմանտիկ պիտի լինես, կամ միգուցե մարդիկ չեն առաջնորդվում, օրինակ քրեական դատավարության ուսկով կամ քրեական ուսկով առաջնորդվում են, չգիտեմ, աստղագուշակով։ Եվ եթե չլիներ քաղաքական հետապնդում, անալոգիայով ասեմ, էլի այսօրվա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումը դրա ուղիղ առհավատչան է հեցին լիցենզիայից զրկելու այն պարագայում։ Պետությունը վերադարձեց իր ունեցածը պետությանը։ Ես տեսա, որ կային պաշտոնյաներ, որոնք հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի որոշումը անմիջապես հետո գրեցին, որ հեծ այլևս Հայաստանի ժողովրդինն է, բայց մի պարզ համեմատություն անեմ։ Վիոլա ջուրը, որը համաչափ սպասարկում է իրականացնում ջրամատակարարման ոլորտում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ուղղակի կառավարմանը հանձնված X կազմակերպությանը եւ ժողովրդի դժգոհությունը, օրինակ Վիոլա ջրից, չեմ կարծում, որ ավելի քիչ է, քան հեծից։ Եթե չկա քաղաքական հետապնդում, այո, եթե չկա քաղաքական հետապնդում, ինչի օրինակ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը Վիոլա ջրի մասով բավարարվեց ֆինանսական տուգանքով, իսկ հեծի մասով որոշեց, որ որևէ չափի դրամական տուգանքը չի բավարարելու հեծի իրավախախտումների կանխմանը։ Այս գործողությունները պարբերաբար ցույց են տալիս, որ այո, սա հենց Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, ավելին ասեմ, որ մենք ունենք կայուն դատական պրակտիկաներ միջազգային դատականացիաներում, որ լիցենզիայի զրկումը ինքնին այս պարագայում ենթադրում է սեփականազրկում։